Այսօր մենք ուզում ենք դիմել բարձրագույն դատական խորհրդին։ Այն որ այս ընթացքում բազմաթիվ մարդիկ հայաստանյան քաղաքացիներ քաղաքական դրդապատճառներով, քաղաքական մոտիվացիաներով գտնվում են բանտում, բոլորի համար ակնհայտ է։ Այս պահին մենք ուզում ենք բարձրագույն դատական խորհրդի ուշադրությունը հրավիրել հատկապես քաղաքական բանտարկյալ Արեգնազ Մանուկյանի ուղղությամբ։ Արեգնազ Մանուկյանը գտնվում է ազատազրկման պայմաններում շուրջ 1 ամիս։ Արեգնազ Մանուկյանը ունի հնարավորություն շփվելու իր մանկահասակ դստեր հետ, իր տարեց մոր հետ, փակ են նրա բոլոր տեսակցությունները։ Առաջին Ացյանի դատարանի երկամսյա կալանքի որոշումը բողոքարկվել է փաստաբանական խմբի կողմից, սակայն շուրջ 2 շաբաթ է այդ գործը վերաքննիչ դատարանում որևիցե դատավոր չի ընդունել իր վարույթ։ Բարձրագույն դատական խորհրդի տիկնայք եւ պարոնայք, մենք ակնկալում ենք ձեր գնահատականը, ձեր պարզաբանումը, թե ինչու՞մն է խնդիրը, ինչու առաջին Ացյանի կայացած որոշումը ողջամիտ ժամկետներում չի քննվում վերաքննիչում։ Առաջին Ացյանը պնդում է, որ գործի նյութերը արդեն իսկ ճանապարհել է դեպի վերաքննիչ, վերաքննիչը ասում է գործի նյութերը չի ստացել։ Հիմա խնդրում եւ պահանջում ենք պարզաբանում։ Այդ 15 օր առաջին Ացյան վերաքննիչ միջակայքում որտեղ են դեկերում այդ գործի նյութերը, ինչու պատշաճ ժամանակահատվածում չի իրականացվում Արեգնազ Մանուկյանի հետ կապված վերաքննիչ բողոքի քննություն։ Քրեական դատավարությունը ենթադրում է, որ կալանքի դեմ բերված բողոքները պետք է քննվեն անհապաղ։ Սակայն այս պահին մենք գործ ունենք գործի ձգձգման հետ։ Մենք այդտեղ տեսնում ենք միտում, տեսնում ենք քաղաքական պատվեր։ Բայց եթե գործ ունենք առնվազն անփութության հետ, միևնույն է բարձրագույն դատական խորհուրդը կրում է շատ հստակ պատասխանատվություն դատական համակարգի գործունեության վերաբերյալ։ Ուստի մենք պահանջում ենք, որպեսզի բարձրագույն դատական խորհուրդը ուշադրություն դարձնի եւ պարզաբանի, թե ինչու վերաքննիչ բողոքը տեղի չի ունենում եւ եթե կա ողջամիտ ենթադրություն, որ վերաքննիչով հնարավոր է բացվեն առնվազն տեսակցությունները մանկահասակ երեխայի հետ, ուրեմն բոլոր նրանք, ովքեր ձգձգում են, ովքեր նպաստում են այս բյուրոկրատական քաշքշուկին, կրում են շատ հստակ պատասխանատվություն Արեգնազ Մանուկյանի եւ իր դստեր չշփվելու, արդեն 1 ամիս միմյանց հետ չառնչվելու եւ երեխայի հոգեբանական տրավմաների հետ կապված։ Մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությամբ ներգրավել է հոգեբան, երեխայի հետ աշխատանք տանելու հետ կապված եւ հոգեբանի եզրակացությամբ շուրջ 1 ամսվա շփման բացակայությունը արդեն իսկ թողել է հետևանքներ։ Այս իրավիճակը ունի հստակ պատասխանատուներ եւ մենք պահանջում ենք, որպեսզի պատասխանատվություն կրեն բոլոր նրանք, ովքեր միտումնավոր ձևով այս ամեն ինչը ձգձգում են։ Եթե գործի նյութերը առաջին Ացյանից վերաքննիչ փոխանցելու հետ կապված կա ինչ-որ առանձնահատկություն, որի թրև թե պետական գաղտնիք պարունակող ինչ-որ դրվագներ կա, դրա համար դասական երանգանակով չի փոխանցվում։ Միևնույնն է, 2 շաբաթը շատ, այսպես ասենք, ողջամիտ ժամկետներ, որտեղ այդ ամեն ինչը տեղի ունենար։ Դա ոչ թե 2 շաբաթվա, այլ մաքսիմում 2 ժամվա լուծելու խնդիր էր։ Հետևաբար մենք տեսնում ենք միտում, պահանջում ենք հանդիպում, պարզաբանում, այս հարցի քննարկում եւ առնվազն նվազագույն արդարություն։ Արդարություն։
Արդ